Բալիս ես։ Էս ինչքան խմելու ջուրնա, չէ՞։ Խմելու ջուրնա, չէ՞ էսի։ Հա։ Դու բժշկած եմ, էս ինչա։ Բնակիչներն ասում են խմելու ջուրնա։ Չկա։ Էսի խմելու ջուրնա։ Ինչքան վաղ է այս վիճակն, ասում եմ 6 ամիս է։ Հա։ Վիոլա ջրից եփ եկան։ Ասեմ, այն ջուրը խիչ եք դիրություն անում։ Ու տենց գնում է խմելու ջուրը։ Խմելու ջուրը տես գնում է, այս արդեն ամսիկես է։ Բայց ընդ մեկն էլ բնակիչներ կան, զանգել են, ասում են 6 ամիս է այս վիճակն է։ Չէ, 6 ամիս չի։ Վերևից է գալի։ Հա, վերևինն է երևի, բայց դե կուտակվում է։ Վերևից գալի է, այս այնքան եկել լացվել է, մի ավտոշիբեր են բերել խեղճերը։ Այս լացվում է իրենց տուն։ Բանը այնտեղ։ Այսինքն ցեկլանդ։ Վիոլա ջրի խերն է, էլի։ Ես որ հելամ որ հավերին խոտ խաղեմ մի քիչ թափը, բանում ջան, եկեք ջուրը ասել աստե, ախը խիչ են բողոքում, լցվում է իրաց։ Է մարդիկ ասում մեռանք զանգելով։ Գալի նայում փողում գնում։ Է նայելով էտա, Էրմիտաժն է, գալի նայում էտում են։ Այս արանքը կարտոշկայի ավտո չի մնում են կնիկ այնքան խնդրել էր։ Այս տղեն ամենակ մտել են կնկան կարտոշկա տվել։ Ճիշտ է տղեն։ Բա ինքը կտա, բա օգնելա եկա։ Ես զանգեցի։ Դժվարությամբ եմ մտել այդ փողոցը։ Ես իրան։ Ջրի խաթր, չէ։ Չէ, այդ կնկա խաթի։ Ես եմ։ Կնկա խաթր չի գնացել մարդը, օգնելա։ Գիտեմ, վերևից է գալի, մեկ ասում մի ամիս, մեկ ասում 2 ամիս։ Ասում 6 ամիս է գալիս է։ Հա, խմելու ջուրն է, էլի։ Բայց եսի վտանգավոր է, ինչի չեն գալի դադարեցնեն ջրի արտահոսքը։ Իսկ հələ կներեք, վիոլա ջուր եփ եք ասե վերջին անգամ։ 100 անգամ զանգել են, 100 անգամ։ Վիոլա ջրի։ Նայ, հիմա ասեմ, այս 4 ամիս է, այս ջուրը գալիս է, 4 ամիս։ Խողովակի վնասված պատճառով, չէ։ Գալիս են մի հատ չիվ խփում են, էտում են, երրորդ օրը ջուրը գալիս է։ Սես վիճակ չի, չեք կարում բույտասնեք, ոչ դառնանք։ Ստենայ։ Չէ, բանը հիմի Թաղապետան, էսի Մասիսի տարածքն թե Շենգավիթի։ Շենգավիթինն է։ Բանը, այս սրանց բանը Վիոլան վարում է։ Հա, բայց Երևանին է պատկանում, թե բանի Մասիսին։ Երևանինն է։ Չէ, Երևան ջուրն է, այսի ցավոտ։ Վիոլա ջուրն է։ Իրանք բանում են նստում, սիտիի մոտը։ Հա, գիտեմ, ուզում եմ հասկանամ, Արարատի մարզն է էսի, թե Շենգավիթ։ Վիրոպենզիլից է, Արարատի մարզի մեջ է, բայց ասենք խոսքի Հա, Վիոլան է, հա։ Արարում Երևանից։ Իմի սենց վերևից գալիս այս խմելու ջուրը։ Մի հատ ոչ գնանք նայ։ Հա։ Ես ինչ արել, խերջը։ Ասեք խանութ է տալ, ոչ բան։ Ես արեսկումը մի մտի։ Չէ, ոչինչ, մտնեմ սաղ ընդհանուր նկարեմ, էլի։ Ափսոս չի, սաղ աշխարհը պայքարում է խմելու ջուրը։ Ճիշտ եք։ Այս ջուրը Բալի ժողովուրդ ջան։ Այն վերևից, հեսա հոսում է խմելու ջուրը։ մաքուր խմելու ջուրն է։ Այնտեղից է գալի։ Էսի 33 փողոցն է, չէ՞, Խարբերդ թե Նոր Խարբերդ։ Նոր Խարբերդ 33 փողոց։ Նոյեմբերի 15-ն է, գտնվում ենք Նոր Խարբերդ բնակավայրի 33 փողոցում, որտեղ ըստ բնակիչների արդեն քանի ամիս է այս վիճակը։ 4 ամիս է նման պատկեր է։ Կարելի է ասել կամանց այս փողոցը վերածվում է Վենետիկի ու դրա հիմնական մեղավորը Վիոլա ջուր ընկերությունն է։ Բնակիչները նշում են, որ 4 ամիս է ահազանգել ենք Վիոլա ջուր, խնդրել ենք, որպեսզի մոտենան
եւ խնդիրը լուծեն, վթարը վերականգնեն, վթարված ջրի խողովակը, իդեպ խմելու ջրի խողովակը, խմելու ջուր, որի համար ամբողջ աշխարհը պայքարում է, որպեսզի մեկ կաթիլ անգամ ջուր կորուս չունենա, գիտեք։ Իրանում, չէ՞։ Իրանում անգամ արդեն տևական ժամանակ է ունեն ջրի խնդիր, իսկ մեզ մոտ 33 փողոցում նոր Խարբերդի խմելու ջուրը 4 ամիս է գնում է։ Վերջին անգամ երբ եք ազանգե վիոլա ջուր։ Երևի, ամեն ամիս զանգել եմ, դաժե շաբաթը մեկ այս հարևան էս տանտերը։ Հա, եւ ինչ են պատասխանել վիոլա ջրից։ Էդ մեր գործը չի։ Ոնց Դեմեք ուրիշ բաների զանգեք։ Եթե ձեր գործը չի, գլխավոր փողոցում ջրի խողովակը վնասվել է։ Գալիս են չիվի են, չէ՞ խփել։ Միա չիվ խփում են, Միա չիվի։ Անգամ եկեք չիվ են խփեք գնացել են։ Չիվի եւ դրանց մոտ մենակ չիվի խփելն էլ անորակ են խփում։ Ամենակ չիվ խփ 1500 դրամի համար ինձ տվել է բան, հարկադիր։ Հարկադիր, որ պարկ եք եղել։ Հա, գնացել։ Բամ ինչքան ջուր աստեղից կորում խմելու ջուրը։ Բայց ջուրը երեխեքը չեն կարում խաղան խանութ գնալու համար sense շրջանցում ենք, վերևներով են գնում։ Ասում են օրը մարդ է վատացել, շտաբօգնությունը եկել է բժիշկների հետ ոտով են։ Հա։ Այն հարևանի տուն էր եկել։ Հա, ոտով էլ է եկել են։ Հա։ Հիմա տեսնում եք ամբողջ նախ փողոցը անբարեկարգ է, լավ կլիներ որպեսզի կառավարությունը ասֆալտապատում աներ նաև, որովհետև գիտենք Խարբերդում Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շնորհիվ համագործակցելով Արարատի մարզպետարանի հետ մի քանի փողոցներ հիմնանորոգվել են, լավ կլիներ որպեսզի այս փողոցն էլ հիմնանորոգվի եւ հարակից փողոցը հիմա տեսնում եք ամբողջը Գալիս է լրիվ ցեխը։ դե էլի ճանձրև ենա խմելու ջուրը ցեխը ապահովել է էլի Անձրև որ գալիս է ընդհանրապես։ Անձրև որ գալիս է, չէ՞։ Ընդհանրապես չես կարող Լոդկա է պետք։ բայց հիմա այս խմելու ջուրը մոտավորապես քանի մետրից է հեն այն վերևից գալիս է Դեն 200 տան մոտի։ խմելու ջուրը այսպես գնում կորում է իսկ պատասխանատուների հետ ուղեղներին չի ուրիշ բան չեմ ուզում ասեմ չեմ ուզում այդ ժողովրդի ասածը կրկնեմ որովհետև ամենաքաղցր խոսքերն էին ուղում հարգելի վիոլա ջուր ձեր հասցեին ամբողջ խմելու ջուրը այսպես գնում կորում է վերևից գալիս է Էսա նա հոսելով գնում է Ատեղ էլա չէ ջուրը հասնում Քանի մետր կլինի մոտավորապես Էս էլա 33 փողոցը Այսինքն 33 փողոցից գալիս է ձեր մյուս փողոցը որն է Հա կոտորակներով է էլի Ջուրը սենց խմելու ջուրը գնում 22 Հույս ունեմ Արարատի մարզպետը մի հատ վիոլա ջրին մի երկու լավ խոսք ասի, որ գան սարքեն, ոչ թե չիվի խփեն, չիվի խփելով հարց չի լուծվում։ Չիվին խփում է վիոլա ջուրը, գնում է երկու օր էլ չլրացած, այդ նույն տեղից էլի խմելու ջուրը կորում է, դուրս է գալի կորում է։ Սենց եմ վերևից գալիս է Բայց որտեղից է որ դուրս է տալիս է եմ ուզում գտնեմ է Տեղը որտեղ է եմ ուզում գտնեմ Սենց ջուրը գնում է
Կորումա խմելու ջուրը Հեսա կաղոս տեղից է Սենց փողոցներն ա լծվում նայր Նրբանցքներն ա լծվում եթե նրբանցք ասա Սենց Ատեղից է դուրս տալի ջուրը Վերև որտեղից Ամենա վերևից Խմելու ջուրն է, չէ, սենց էթում, հեսա Ափսոս չես խմելու ջուրը Հեսա, լավ էլ հոսում է Բայց որտեղ, են վերևից, այնտեղից Որտեղից Ստոլվի տակ էտ խաչմերուկի մոտից Էս էլա չէ 33 փողոցը Այսինքն 22-ից գնում հասնում 33 փողոց Ես հաստեղից է ոնց որ Աշկի սենց տեղից էլ դուրս է տալի Հեսա Այս աստեղից է Այս լրիվ հիվանդ են Էլեկտրո հաշվիչի տակից Էսի պետք է հեծին էլ անհանգստացնի Քսաներկու փողոցն է Բետոն էլեկտրոսյունն է, հաշվիչներն է բնակիչների ու ջրի ֆոնին, ջրի մեջ, հմի մարդը գա սպառողը բնակիչի գա ուզենան հաշվիչը ստուգի, մեկ էլ տեսար տոկը տվեց, են որ ասում դրծրեց, դրծնելով պրսին լավ է, Մարդը առոյա բացը, որ տուն չլծվի ջուրը Նոյեմբերի 15-ն է Նոր Խարբերդի 33 փողոցից բարձացել ենք, հասել ենք միջև 22 փողոց, որտեղ հենց ահա այս հատվածից է խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը հոսում, մոտ 7-800 մետր անցնում, հասնում միջև 33 փողոց, հարակից մյուս փողոցներ ու ամենա վտանգավորը նաև այն է, որ սա պետք է մտահոգի նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը հիմա այստեղից բնակիչների անունից խնդրում եմ
դիմում եմ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսի գոնե ինքը միջամտի, հիմա տեսնում եք ջուրը ամբողջությամբ հոսում է բետոնե էլեկտրասյան տակով, հենց տակով ու էլեկտրասյան վրա տեղադրված են նաև բնակիչների, սպառողների տների էլեկտրահաշվիչները, պատկերացնում եք, 22 փողոց, պատկերացնում եք, բնակիչը գալիս է ուզում է ստուգի տեսնի ինչքան էլեկտրաէներգիա է սպառել, չի բացառվում, ջուրը էլեկտրասյունը դժբախտ դեպք տեղի ունենա, բնակիչը չես կարող ասես, հնարավոր է հոսանքահարվի, այնպես որ խնդրանքով դիմում ենք նաև ձեզ, պարոն Ռոմանոս Պետրոսյան, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Էլեկտրալարերը ամբողջությամբ տեսնում եք, ջրի մեջ է սյունը, տեսեք, գիտեք, հոսանքն ու ջուրը իրար հետ կյանքում ոնց որ ժողովուրդն է կատակով ասում, ախպերություն չեն անում, վտանգավոր է, եթե ախպերություն են անում, ապա դա վտանգավոր է։ Վտանգավոր է խմելու ջրի մոտով անցնում է լարը։ Հա։ Արդեն երեք ես առավոտյան նկարել եմ, ուղարկել ենք վիոլա ջրին։ Ոչ մի բան։ Ոչ մի տեղ բան չկա, դաժե վիոլա ջրի աշխատակցությունն են զարգել, ոչ մի բան չկա, ստեղ էլեկտրոսյունն է։ Մեսի Վտանգավոր։ Շուրեկալը բացում, բնակիչը մի գալիս է ուզում է մտնի հաշվի չնայ տենա ինչքան։ Բնակիչը չէ, բնակիչը չի մտնում, դե մտնում է էլեկտրիկը։ Դե բնակիչը կարող է ստուգելու համար էլի։ Հիմա էլեկտրոցանցին ենք զանգել, վիոլա ջրին։ Ռոսանքանջը ստեղ գնում է պարզի խողովը, չէ՞ բանը, երկաթի խողովը։ Այնա ջուրը լավ է մա խմելու ջուրը։ Հա, ստեղ շինարարները, ստեղ ջուրերին քաշում եկան իրանք են փորել, շինարարներն են փորել։ Զանգել ենք ջեր մոխի մամենք։ Վիոլա ջուր էլի։ Հա, վիոլա ջուր։ Սա շինարարը ասես դա իր գործը չի, որտեղ շինարարը ստեղ լրիվ փորած է, ջերի նոր խողովակներ են գցում, այն տեսեք տրուկը հելած է։ Հա, բայց ես դրա դեմով պետք է առնեմ վիոլա ջուր։ Վիոլա ջուրը։ Վիոլա Ոչ թե շինարարը, այլ վիոլա ջուրը։ Վիոլա ջուրը էլի։ Շինարարը ասես եթե երկաթ չնի, ես կփակեմ, բայց երկաթի խողովակը ինքը չկարած փակի։ Այդքան բան։ Հիմա տեսնում եք ժողովուրդ ջան, ջուրը այսպես գնում է, սա օր առաջ պետք է սրա խնդիրը լուծվի, թերությունը վերացվի։ Վիոլա ջուր։ Ու ոչ մի պատասխան։ Ձայն բարբարով անապատի։ Երեք ստեղ են նկարը ուղարկել, չէ՞ վիոլա ջուր։ Ես եմ ուղարկել, անձամբ ես նկարել։ Վիոլա ջրի էջին թե ինչին։ Ես ուղարկել եմ վիոլա ջրի աշխատակցի, մենք լավ հարևան ենք աշխատող։ Ինքը ուղարկել է իրանց, սենց ասեմ։ Ու ոչ մի լարցում։ Բնավոր ոչ մի նոբան չկա։ Դե վտանգավոր էլ անկեղծ եմ ասում։ Խմելու ջուրը գնում կորում է։ Իրանը տենում եք ինչ իրավիճակում է հայտնվել։ Այսի ասենք ափսոս չէ, այս ջուրը, հետո ասում են ջրի կորուստում եք ու դա չարնում։ Այս կորուստները հետո բնակիչների քթերից են հանելու։ Բնակիչներին գնելու են, ասեն այսքան։ Այսքան կորուստ ունեք, բերի դուք մոծեք։ Սենց գնում է ջուրը։ Նայեք ոնց է ջուրը գնում ժողովուրդ ջան։ Հանրապետությունում լիքը տեղեր, տոխի հանրապետություն, հենց այս մարզում, այս հատվածում մարդիկ ջուր չունեն, սկսե ջուրը ինչքան ժամանակա գնում կորում է ու խմելու ջուրը։ Հենտատ, հողաթումբես դնում, որ ջուրը չլսվի տուն։ Թե չէ կլսվի տուն։ Տուն ալացվել, այ բալաջան, ինտեղ հələ նայ, չենք կարամ դուլցան, կսենց ապրել կլի, հա։ Ջուրն էլ գնում կորում է, խմելու ջուրը։ Հələ թող մի հատ քասի մարդի ջուրը լեր,
Տես ինչ կանեին։ Միլիոնները կդնեին վզին, կասեին տարես ինչ բանկը մուծի։ Իսկ վիոլան չէ։ Ես չգիտեմ վիոլանա թե ում ջուրնա։ Դե բնակիչներն ասում են վիոլանա։ Չգիտեմ, այդի չեմ կարա սուտ խոսամ։ Բայց դե որ ափսոսա ջուրը գնում կորմա, Որ հələ թող մեկին շլանգով ծառերը ջրելուց տենային։ Տեղում տուգանքը ակտը կգրեին, տարեսքան մուծի։ Բա ափսոս չես ջուրը։ Արի բալա։ բալան գնաց տուն, Գնաց։ մտավ տուն։ Ինչ անեմ այդ ցավը։ Կուտակվում ու սենց հոսում ա ջուրը, նես փողոցել ա լցում ես ա դեմը առել եմ։ Հասանք 33-րդ փողոց։ Սենց գնում ջուրը։ Են վերից է 22 փողոցից է ստոլբիտ ու ստոլբենա վրան էլ էլեկտրական լարեր, հաշվիչներ, բնակիչը ուզենա գնա նայտենա ինչքան հոսանքա վառե, չի բացառում տոկը խփի։ Դու մի տեղ է տրակած, 2-3։ Հա։ Գալի չիվի են խփում եթում են։ Մի հատ չիվ խփում են ու գնացին։ Երկու անգամ եկել են խփել են։ Չիվի խփելով։ Չիվ խփելով ինչ է, բերի մի ավազը, հողոտ ավազը լցի։ Ընդ է չէ, տուն ոնց եք մտնում։ Կալոշ պտի հագնեք, Չէ, լոդկապ դառնենք։ Վենետիկն է կամաց դառնում։ Ասեցի ես ինձ Տոնը խոնավության մեջ։ Լցվում է, չէ, պատերը սաղ։ Պատերը փլվե վարել։ կարելի է դել նկարել։ 6 ամսից ավելի նույն բողոքն է խնդիրը։ Բերեցինք շիբին լցեցինք, էլի ահավոր է։ Հնարավոր չէ, մեզ ասեցին, որ լցնեք, ջուրը կբարձրանա ավելի վաղ։ Այն օրը շտաբում ջուրն եկել էր, չէր կարող։ Չէր կարող։ Չէր կարող։ Ոտով է եկե մտե իմացա։ Մաման կարծում է Երեխեք են տեղ են բերում, մեր տեղ են կանգնում ու ոտքով բերեն հասցնել։ Հələ մի փոքր դադարել է, բայց վաղ տալում ասում է ահավոր ալու։ Ավելի շատ էր, մինչև եկում էր։ Մենք անդադ գալիս է փետը զարգում։ Է փետը զարգելով Ամբողջ տունը չէ, թե իրիկունը չէ։ Ճնշումը։ Ավելի է շատ ալ։ վարելը ցում էր հայա։ Ջուրը։ Անպայման հայա սուր չեն կարող գալ։ Այս բիտոնը բերեցին արեցին։ Մենք դեսնե բարձակալներ։ Հես ամից թե ոնց եք մտնելու տուն։ Հիմի ասենք կարում։ Կանեցնում եմ, ես ուղղակի Հա։ էլի մամայի տունն է, մամաս ասтерն է։ Հմ։ Ես գալիս կանգնեցնում եմ, մաշտիկ ստեղ իջնում, մտնում եմ տուն։ Հնարավոր չի տանես դաժան, մեկինան այն օրը մտել էր, չէր կարող դուրս գալ։ Այս ցեղը։ Հեսա անվա դողերի տեղերն է։ Հա, էդի մամա այն դրսեն անհնար վիճակի։ Ինչա՞ կարծում, անհնար վիճակի է, մենք մեր ֆինանսից ենք, լացիկ շիպինա Շիբինը կեդո կշի կտանի։